Վաղ առավոտյան Վիկտորինը վարչապետի մատուցմամբ։ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում վիճակագրական տվյալներ է հրապարակել, ներկայացնելով հունվարի 27-ի դրությամբ հաստատված գումարի չափ եւ մարդկանց թվաքանակ։ Մինչև 50,000 դրամ 34,613 մարդ, 50-ից 100,000 դրամ 2268 մարդ, 100,000-ից 500,000 դրամ 5981 մարդ, 500,000-ից 1 միլիոն դրամ 1063 մարդ, 1 միլիոնից 2 միլիոն դրամ 682 մարդ, 2 միլիոնից 4 միլիոն դրամ 148 մարդ եւ 4 միլիոն դրամ եւ ավել 53 մարդ։ Վարչապետը նշել է, որ տվյալները կպարզաբանի վաղը, իսկ մինչ այդ հարց է ուղղել ժողովրդին եւ իր լսարանին, թե կարող են արդյոք գուշակել ինչի մասին է խոսքը։ Զինծառայողների մասին պաշտպանության նախարարի Ձմեռային զորակոչի կազմակերպման ժամկետը հունվարի 31-ից երկարաձգվել է մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ընթացքում։ Որոշման ընդունումը պայմանավորված է 2025 թվականի զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացն ավարտին հասցնելու եւ դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու անհրաժեշտությամբ, ասված է որոշման հիմնավորման մեջ։ Պաշտպանության նախարարության պարզաբանմամբ 2025 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում ենթակա քաղաքացիներին այլևս չեն տրամադրվի անհիմն տարկետումներ, ինչպես նաև նրանց բժշկական փորձաքննությունը չի հետաձգվի եւ չի տեղափոխվի 2026 թվականի ամառային զորակոչ։ خیلی جدی تر از گذشته بود و ما وارد Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ մեջբերում Իրանի զինված ուժերի մատները ձգանի վրա են, պատրաստ արձագանքելու ցանկացած ագրեսիայի։ Արաղչիի խոսքով հունիսյան 12-օրյա պատերազմից դասեր են քաղել, հակահարված հասցրել արագ եւ արդյունավետ։ Միևնույն ժամանակ Իրանը միշտ ողջունել է փոխշահավետ, արդար եւ հավասար միջուկային համաձայնագիրը, առանց հարկադրանքի, սպառնալիքների եւ ահաբեկման։ Իրանի արտգործնախարարը շեշտել է. մեջբերում նման զենքերը տեղ չունեն մեր անվտանգության հաշվարկներում եւ մենք երբեք չենք ձգտել դրանք ձեռք բերել։ Արաղչին այս հայտարարությամբ պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այսպես ասած ինքնաբուխ հայտարարությանը, թե այս անգամ ավելի ուժեղ են հարվածելու Իրանին։ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Իրանի ափերին մեծ նավատորմ է մոտենում։ Մոսկվայում ձյան տեղումները գրանցել են ռեկորդային ցուցանիշ։ Բնության գեղեցիկ երևույթներից մեկը, սակայն բազմաթիվ վթարների եւ մեծ խցանումների պատճառ է դարձել։ Զելենոգրադի մոտակայքում 12 կիլոմետրանոց խցանում է առաջացել, ճանապարհին տեղի ունեցել առնվազն 2 վթար։ Վարորդները խցանման մեջ են մնացել շուրջ 3 ժամ։ Բեռնատարները քաղաքի տարբեր փողոցներում խաթարել են երթևեկությունը, փնտրելով քաղաքից դուրս եկող այլընտրանքային ճանապարհներ։ Կոլումբական ինքնաթիռը անհետացել է ռադարներից Վենեսուելայի սահմանի մոտ։ Չվերթը իրականացնող պետական ավիաընկերություն Սատենան հայտնել է, որ փոքր ինքնաթիռում եղել են անձնակազմի 2 անդամ եւ 13 ուղևոր, այդ թվում Կատատումբոյի ներկայացուցիչների պալատի 36-ամյա անդամ Դիոգենես Քվինտերոն եւ հասարակական գործիչ Կարլոս Սալսեդոն։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինին։ Սթարմերը նշել է, որ Չինաստանը կարևոր դերակատարություն ունի համաշխարհային բեմում եւ կենսական նշանակություն ավելի ու ավելի զարգացած հարաբերություններ կառուցելու համար։ Սա Մեծ Բրիտանիայի վարչապետի առաջին այցն է Չինաստան 2018 թվականից ի վեր։ Կոլումբիայում Մեդելին գետն ափերից դուրս է եկել, երկրում քաոսային իրավիճակ է ստեղծվել։ Բացի այդ, հորդառատ անձրևները ջրհեղեղ են առաջացրել, մեքենաները չեն կարողանում տեղաշարժվել, փողոցներում խցանումներ են։